Հրապարակ թերթը գրում է. Ընտրական ցուցակը ըստ օրենքի բաղկացած է երկու մասից, առաջինը մեծ ցուցակն է, որտեղ կարող է ընդգրկվել մինչև 300 թեկնածու, երկրորդը ազգային փոքրամասնություններին, նույն կետն ասում է յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից, երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս քան 2 ներկայացուցիչ և ոչ ավելի քան 4 ներկայացուցիչ։ Ըստ հրապարակի տեղեկությունների, ԿՊ-ն այս անգամ էլ որոշել է եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին տանել ազգային ժողով։ Բաքոյանը ներկայումս Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականություններն է կատարում և տարբեր աղմկահարույց թեմաներում ՔՊԱ-ականից առավել կաթոլիկ է և բնական է, որ այդ ծառայությունները գնահատվում են։ Հրապարակը գրում է. Մեր տեղեկություններով օրեր առաջ ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել, հավանաբար փոխնախագահ Վենսի այցը նախապատրաստելու։ Նրանց Արմենիա Մայրիոթ հյուրանոցում մի ամբողջ հարկաբաժին են հատկացրել, տասնյակ սենյակներ, որտեղ կահույքից թողել են միայն սեղանաթոռները, մնացածը դուրս են բերել։ Հյուրանոցի աշխատակիցներին արգելված է այդ հարկում գտնվել։ Պատվիրակության անդամների գիշերակացը հյուրանոցի մեկ այլ հատվածում են կազմակերպել։ Նրանք եկել են 2 շաբաթով։ Հիշեցնենք նաև, որ Վենսը ժամանելու է փետրվարի 9-ին, հաջորդ օրը մեկնելու է Բաքու։ Ժողովուրդը գրում է. ՀՀ պետական գնումների կայքից տեղեկացել ենք, որ Հայաստանի Հանրապետության արտարդատության նախարարության քրեակատարողական ծառայությունը Արփինե Կարապետյան ԱԶ-ի հետ 1 միլիարդ 241 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել։ Ըստ պայմանագրի Արփինե Կարապետյան ԱԶ-ն պարտավոր է ապահովել ԱՆ քրեակատարողական 9 հիմնարկներում Արմավիր, Նուբարաշեն, Աբովյան, Գորիս, Վարդաշեն, Երևան կենտրոն, Սևան, Արթիկ և Վանաձոր ՔԿ-ներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստի սննդի մատուցման ծառայություններ, որը իրենից ներկայացնում է սննդամթերքի ձեռքբերման, սննդի պատրաստման և հատկացման արդյունավետ համակարգ, սակայն ժողովրդի լրագրողները նկատել են, որ տարբեր քրեակատարողական հիմնարկների առջև առաջանում է մեծ հերթ, երբ կալանավորվածների հարազատները փորձում են ուտելիք հասցնել իրենց հարազատներին։ Պարզվում է, որ այդքան էլ ուտելու բան չէ իրենց տրամադրած սնունդը։ Հրապարակ թերթը գրում է. պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը երեկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերթիի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ նամակը, առաջարկելով նաև, որ ճիշտ կլինի անձամբ հանդիպի բժիշկների հորդորով օրերս հացադուլը դադարեցրած Սամսոնյանի և մյուս քաղբանտարկյալների հետ։ Լսելու նրանց դիրքորոշումները, սակայն հանձնակատարը ոչ միայն չի ընդունել առաջարկը, այլև չի շարունակել խոսակցությունը, ցուցաբերելով զրո հետաքրքրություն։ Այս և այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։